Հայկական ժամանակը գրում է. «Պարզվում է նույնասեռականների ամուսնություն տեղի է ունենում նաև Հայաստանում։ Այդպիսի մի դեպք հայտնի է դարձել Հայկական ժամանակին։ Տղաների այս զույգը փոքրիկ հարսանիքից հետո այժմ միասին է ապրում նրանցից մեկի ծնողների հետ։ Ամուսնությունը պաշտոնապես չեն գրանցել, չեն պսակադրվել նաև եկեղեցում, միայն մոմ են վառել, որպեսզի երջանիկ լինեն։ Երիտասարդների ծնողները համակերպվել են փաստին։ Երևանի ամենաքյարթու թաղամասերից մեկում բնակվող այս ընտանիքի հետ, սակայն, լուրջ խնդիր ունեն հարևանները։ Զույգն ամուսնացել է մոտավորապես 3 շաբաթ առաջ։ Հարևանները սակայն հիշում են, որ այսպես կոչված հարս բերած տղան մշտապես շփվել է տղաների հետ, սակայն բոլորը դա նորմալ են համարել։ Այժմ սակայն իրենք հարևանություն չեն անում այդ ընտանիքի հետ եւ ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել այդ խայտառակությանը։ Հայկական ժամանակին հաջողվել է զրուցել ընտանիքի մոր հետ, ով նշել է, թե դժվարությամբ է համակերպվել որդու որոշմանը։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում իմ ներսում, այնինչ հիմա իմ տանն է կատարվում, թշնամուս չեմ ցանկանա, չեմ հասկանում որտեղ եմ սխալվել նրան դաստիարակելու հարցում, որ հիմա նման փաստի առջև եմ կանգնել, բայց նա իմ տղան է, չեմ պատրաստվում նրա սխալ կողմնորոշման համար հրաժարվել նրանից, մտածում եմ երեխա կորդեգրեն ու կպահենք, ինչ անեմ, հո չեմ կախվելու, սկզբում շատ դժվար էր, բայց հետո հասկացա, որ մեկ կյանք ենք ապրում եւ պետք է լեզու գտնենք ու գտանք։ Հիմա կարծես ընկերուհիներ լինենք։ Իրեն նայելով ընդհանրապես չես մտածի, որ տղա է, ինչպես սովորական ընտանիքներում երկուսս էլ իրար օգնում ենք։ Տղաս շատ է ուրախանում, որ համերաշխ ենք։ Հայկական ժամանակի թղթակիցը զրուցել է նաև այսպես կոչված հարսի հետ, ով մասնավորապես ասել է. «Սկեսուրս եւ սկեսրայրս ինձ շատ են սիրում, համոզված եմ, շատ աղջիկներ ինձ նախանձում են, հուսով եմ նման համարձակներ դեռ շատ կլինեն։ Ամուսինս որոշեց, որ ես պիտի լինեմ հարսի կարգավիճակում, ես էլ հարգեցի նրա որոշումը»։ Մանրամասները Հայկական ժամանակ օրաթերթի այսօրվա համարում։